դատարան ժամանեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսօր Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ըստեյության խորհրդարան անցնելու հավանականություն ունեն իրենք եւ Սամվել Կարապետյանի հնարավոր ձևավորվելիք ուժը։ Անկեղծ ասած ժամանակ չեմ ունեցել դիտելու մամլոասուդիցը, համար չեմ կարող որևէ կարծիք հայտնել։ Հակն կմասնակցի պարոն Սարգսյան ամեն դեպքում, եթե իմպիչմենթը չհաջողվի։ Տեսնենք իրավիճակից առաջ դեռևս չեմ ուզում եզրակացություններ անել, բայց մենք ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու։ Դուք ամեն դեպքում դեմ եք մասնակցելու, միշտ նախընտրել եք դեպքում։ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցը շատ պարզ ներկայացրեց, Ալմաթայի հռչակագրին հողում է կատարում, ասում է 91 թվականից այս հարցը լուծված էր։ Այ ձեր բանակցային գործընթացում առհասարակ Ալմաթայի հռչակագիրը ինչ դերակատարություն է ունեցել, երբ ամեն ինչ այդքան պարզ էր։ Զրոյական, նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել, բա որ այն ժամանակից ամեն ինչ որոշված էր։ Բա ինչի է Մինսկի խումբ ստեղծվել, ինչու համանախագահները, 3 համանախագահները 5 անգամ հայտարարել են, թե ինչպես գործընթացը կլինի, բա որ լուծված էր։ Լավ, մենք շահագրգիռ ենք բանակցությունների մասնակցելու։ Ադրբեջանական կողմը ինչ էր գալիս մասնակցել։ Պարոն նախագահ, 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը ի վերջո հայտնվեց ազգային ժողովի արխիվում։ Նախ ձեր դիրքորոշումը սրա առնչությամբ հիմնավորում են ժամկետների ձգձգմամբ եւ այլն։ Ինչու նույնիսկ ոչ գաղտնի մասին հնարավորություն չտրվեց ծանոթանալ հանրությանը, ինչից են վախենում կամ եթե վախենում են։ Այո, քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունը զեկույցը ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի համար։ Իհարկե չեն կարողանալու։ Իմ կարծիքով նա ստույգ տեղեկություն չի, զուտ կարծիք է։ Հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներն ասել են հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք ինչ ալնելու եւ այլն։ Եվ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետներ ուսումնասիրության համար։ Այնուհետև մյուս թևին ասել են, դե որ խախտել են, ինչու եք բերում ազգային ժողով, ինչու եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ։ Բազա չէ, այնտեղ ուրիշ ինչ պետք է գտնեն։ Իրանց մեղքերն են այնտեղ գտնելու, այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում։ Իհարկե կլինեն մարդիկ, այսպես ներդրված մարդիկ, ովքեր կփորձեն հեքիաթներ պատմել, բայց լավ գերագույն գլխավոր հրամանատարը իրենք են, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները, ապա ինչ։ Հասկանում են, որ այնտեղ կարող են ասել, բա բանակում էսեր, բանակում էներ եւ այլն, բայց այդպես ասողներին իհարկե միշտ պետք է պատասխանել հետեւյալը, որ ոչ Սերժ Սարգսյանը եւ ոչ էլ պաշտպանության նախարարը երբեք չեն հայտարարել, որ հայկական զինված ուժերը տարածաշրջանում ամենաազդեցիկներն են։ Բայց ոնց էր որ տարածաշրջանում ամենաազդեցիկներն էին, այդ ոնց էր որ միջմարտական մի դիրքի գրավման հետևանքով 70-ից ավել 71 մարտական խաչով պարգևատրեց այդ հիմա իրենց կարծիքով անմարտունակ բանակի զինվորներին ու սպաներին, բայց 3 նախագահները միասին վերցած այդքան մարտական խաչ չեն շնորհել։ Այդ փաստերը հնարավոր չի ուղղակի մոռանալ, էլի։ Այնպես որ լավ է նայել, որ արխիվ են ուղարկել, թող մնա
Հետո կտեսնենք։ Պարոն նախագահ, դուք երկրորդ ասում եք, նախագահը հայտարարեց, որ իր թիմը մասնակցելու է 2026-ի ընտրություններին, հանրապետականը որոշում ունի արդեն։ Ես հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով, երբ որ դրա ժամանակը մեր կարծիքով կգա, մենք որոշում կայացնենք։ Այդ այլ գործի մասին դիտարկում է հնչել այսօր դարձյալ նույն ասուլիսի շրջանակում, ասել եմ մենք մեր ստորագրությունը տվել ենք, սպասում ենք։ Դա այդ process-ը, համագործակցությունը, ստորագրություններով միանալը ենթադրում էր ստորագրություն տալ եւ սպասել, թե այլ ենթադրելի գործողություններ պիտի լինեին եւ impeachment-ի գործընթացի հաջորդ փուլը որն է, պարոն նախագահ, որովհետեւ ձեր նախաձեռնությունն է, ձեր ուժի։ Նախ այդ հարցի առաջի մեծ մասը 90%-ը ինձ չի ուղղված, խնդրում եմ ինձ ուղղված հարցեր տվեք, էլի։ Սա մեկ, երկրորդ փուլը impeachment նախաձեռնողների հայտարարությունն արդեն կա։ Եվ ուզում եմ ասել, որ նախաձեռնողները մենք չենք եղել, մենք եղել ենք պաշտպանողները, մենք եղել ենք եւ կանք տեխնացու առաջադրողները, ինչի համար մենք բառը ես չեմ սիրում, էլ ասեմ հպարտենք, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր այս գաղափարը Հնարավորությունները փողոցի գեներացիայի մասին եք խոսել։ Դրանք հերթով լինելու են։ Եթե նորից եմ ասում, ուշադիր հետևեք impeachment նախաձեռնողների նո էջերին ասեմ կամ նրանց խոսքին, կտեսնեք, որ արդեն հայտարարություն եղել է։ Եվ եթե ուզում եք, կարող եմ կրկնել։ Նրանք հայտարարել են, որ այս փուլը չեզոք, այսպես ասեմ, պատգամավորներին համոզելն է, որպեսզի նրանք միանան impeachment-ի գործընթացին։ Տեսնենք ժամանակը։ Պարոն նախագահ, դուք ասում եք, որ ձեզ համար Արցախի էջը երբեք չի կարող փակված համարվել, բայց փաստորեն այս իշխանությունները Արցախի էջը փակված են համարվում եւ արցախցիների վերադարձը իրատեսական չեն համարում։ Հիմա էլ եք կարծում, որ Արցախի էջը փակված չէ։ Այո։ Մեր տարբերությունը այս իշխանություններից միայն դա չի։ Մենք հսկայական հարյուրավոր տարբերություններ ունենք շատ սկզբունքային հարցերում։ Իհարկե փակված չի։ Դուք հնարավորություն ունեք ուսումնասիրելու, ես չեմ ասում, որ դա արդեն, չգիտեմ, կանխորոշեց Արցախի լինելու հարցը, բայց նայեք, թե Միացյալ Նահանգների կոնգրեսականները ինչ առաջարկություն են մտցրել կոնգրես։ Նայեք, տեսեք, թե ռուսական վերլուծաբանները ինչպիսի եզրակացություններ են արել եւ ինչ առաջարկություններ ունեն։ Ես չեմ ասում, որ դրանք արդեն որոշված պետությունների կողմից որոշված հանգամանքներ են, բայց դրանք կարևոր հանգամանքներ են։ Արցախը կմնա հայկական, եթե մեր ուղերձների մեջ, բոլորիս ուղերձների մեջ այն լինի հայկական։ Բայց հիմիկվա իշխանությունները կարծես միայն տարածքային վեճ են դիտարկում եւ այդտեղ էլ Ալմաթայի հռչակագրին են հողում տալիս տարածքային ամբողջականության մասին դրիտ կա, մինչդեռ մադրիդյան սկզբունքները Կազանը ավելի շատ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին էին։ Ինչու դուրս մնաց այս ինքնորոշման իրավունքը։ Մեր Ալմաթայի հռչակագիրը նորից եմ ասում։ Ուղղակի որևէ տեղ այսպես փրփուրներից կախվելու պատմության նման։ Ալմաթայի հռչակագիրը չի կարող լինել որպես հիմք։ Լավ, իրենք փորձում են դա անել։ Այդ դեպքում մեկ այլ բան ասեմ։ Ալմաթայի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ եղել արդեն հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան։ Բայց ինչու դրանով չեն առաջում։ Ինչի են նորից անում դա։ Դա անհասկանալի է, հասկանալ չի կարելի։ Հնարավոր չի 3-4 փաստ համադրել եւ ասել էսա։ Այս մարդիկ ուժի զորով ուզում են ամեն ինչ ուտեցնել մեր ժողովրդին։ Եթե դա ընկալելի է, դրա դեմ առաջի հերթին վստահ եմ, որ նորմալ լրատվամիջոցներն ու լրագրողները պետք է պայքարեն, էլի։
Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իր խաղաղության հայեցակարգը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի հայեցակարգից։ Դուք համաձայն եք դրա։ Բայց դուք ինչի եք ուրիշների ասածները իմ մեկնաբանությունները հարցնում։ Ես չեմ ուզում որևէ եղել գործընթացների ծանոթ եք։ Ամեն ինչին ես ծանոթ եմ։ Այ եթե դուք անուն չտաք, ասեք, այսպիսի բան կա, ես կարող եմ ասել, բայց դուք ինձ ստիպում եք, որպես ես մեկնաբանեմ երկրորդ նախագահին, առաջին նախագահին, վաղը ինձ ստիպելու եք, որպես ես մեկնաբանեմ, չգիտեմ, մեկ ուրիշ մարդու, ես մեկնաբան չեմ քաղաքական։ Պարոն նախագահ, առաջին նախագահի խաղաղության հայեցակարգի հետ այսպես ձևակերպեք հարցը։ Լավ, մի կողմ թողնենք Նիկոլ Բայց ես եմ նույն բանն ասում, էլի։ Ես չգիտեմ ինչի մասին եք դուք խոսում։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասները շարադրի, ինչի մասին է խոսքը, այն ժամանակ ես ինքը թեթևակի շատ կարող եմ դրան անդրադառնալ։ Պարոն նախագահ, եւ այդ Վաշինգտոնյան փաստաթղթի հետ կապված ի վերջո Ալիևը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Փորձենք հասկանանք հիմա Թրամփի ուղի թե Զանգեզուրի միջանցք։ Բայց մենակ Ալիևն է դա անվանում։ Բոլորն է, բացի այսօրվա Հայաստանի կառավարչից, բոլորը դա Զանգեզուրի միջանցք են անվանում։ Բոլորը այդպես են, ասինքն ադրբեջանցիները թուրքերը վաղուց են չէ դրա մասին խոսել։ Բայց ժամանակ չեն ասել, չէ, վերցնենք մեկի անունով դնենք, մյուսի անունով դնենք Զանգեզուրի միջանցք էլի։ Այսինքն ես դեմ չեմ ուրիշ ժողովուրդների անվտանգության ապահովմանը, իրենց երազանքները իրականացնելու ձգտումը, բայց այդ երազանքները իրականացնելու ձգտումը չպետք է մեկը ուրիշներին ճնշի։ Այսօրվա Հայաստանի կառավարիչն ասում է ուզում եք Թուրանը միանա, դե միանա թող։ Այսինքն չեմ հասկանում ինքը որ երկրի կառավարիչն է, անկեղծ չեմ հասկանում, որ ժողովրդի ներկայացուցիչն է։ Պարոն նախագահ, նաև խնդրեմ անդրադառնաք Միքայել Սրբազանի ազատազրկմանը, Տատանը 2 տարի 6 ամսով ազատազրկեց հոգևորականին փաստացի խոսքի համար, թեև նշում են, որ իշխանազավթման կոչ արել, պաշտոնական մեղադրանքն այդպեսին է։ Ձեր վերաբերմունքը այս որոշմանը եւ առհասարակ հայ առաքելական եկեղեցու շուրջ չդադարող թիրախավորմանը։ Բայց ես արդեն մի անգամ անդրադարձել եմ եւ ասել եմ, որ ուղղակի դա անհեթեթություն է։ Ոչ միայն խոսքի համար բանտ նստեցնելը, այլ այդ խոսքը նույնիսկ տեղ չի հասել, ես ասում եմ Միքայել Սրբազանին, ես վերջին 7 տարիների ընթացքում հնարավորություն չեմ ունեցել շփվելու։ Այսինքն Միքայել Սրբազանը այնքան միամիտ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որպես ես մի գեներալ գտնեմ, որպեսզի ռազմական հեղաշրջում լինի։ Մարդը խոսքը ասել է, այդ ասելու համար, որ նստեցնելը լավ է, մեր իշխանության ժամանակ ինքը 140 անգամ կարող էր նստել։ Ինքը Փաշինյանը։ Բա ինքը ով։ Պարոն նախագահ, հնարավոր է համարում եք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դաշինքով ընտրությունների մասնակցելը։ Այդպիսի գաղափար ընդհանրապես չի եղել։ Չի եղել։ Բա եթե չեմ սխալվում, Լևոն Զորաբյանը հայտարարեց, չէ, որ ասեց իրենք չեն պատրաստում այդպիսի բանը։ Բայց որտեղից եք այդ վերցրել այդ գաղափարը, որտեղից եք վերցրել, ես չեմ հասկանում։ Թե ուրիշ հարցեր չունեք, ուղղակի ինչ որ այսպես մտածում եք ինչ որ բան։ Միանգամից 4 գործ ձեր վերաբերյալ դատարան ուղարկվեց, ինչով է պայմանավորված։ Միանգամից ինչ։ 4 գործ ձեր վերաբերյալ ուղարկվեց դատարան։ Մի գործ կտեսնեք, հերթով կտեսնեք, էլ այդ գործերը ինչպիսին են։ Դուք հասկանում եք ինչ է կատարում։ Այն իշխանությունը, այն կառավարիչները, ովքեր 3 անգամ մեծացրել են եռաբլուրը, ինձ մեղադրում են, փորձում են մեղադրել, իբր եռաբլուրի հողերը վաճառելու մեջ։ Այնինչ այդ հողերը ունեն կոնկրետ հասցե, շատ կոնկրետ հասցե։ Իսակովի պողոտա։ Ձեր կարծիքով իրենք ինչու են այդպես բաներ, եռաբլուրին հարակից տարածքներ։ Կարող է հայերենը լավ չեն հասկանում։ Հայերենում հարակից նշանակում է շատ մոտիկ, չէ, այդպես է, չէ նշանակում։ Դե որևէ կերպ
հնարավոր է ենթադրենք Իսակովի այստեղից գնալուց ձախակողմյան հատվածը համեմատել, ասել, որ Եղաբլուրին կպածա։ Էլ դա աչակողմյանը մեկ ուրիշ էլի։ Հրապարակում արել եմ հենց այդ թեմայով, որ Եղաբլուրին հարակից տարածքներ են եւ ոչ թե Եղաբլուրի եւ Պաշտպանության նախարարությանը պատկանող, բայց այնուամենայնիվ Պաշտպանության նախարարությանը պատկանող Իսակովի պողոտայում գտնվող հողերը վաճառվել են, դուք այդ ժամանակ եղել եք նախարար, ինչու են վաճառվել այդ հողերը եւ այս մեղադրանքի պատճառով ես որտեղ ծառայել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ կառույցներում ծառայել եմ, ես միշտ փորձել եմ նպաստել այդ կառույցների կայացմանը, այդ թվում նաև շենքային պայմանների բարելավման առումով։ Ես խորապես համոզված եմ եղել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը արժանի են ունենալու պաշտպանության նախարարություն եւ պաշտպանության նախարարության համապատասխան համալիր։ Ընդ որում այդ աշխատանքները ես սկսել եմ դեռևս իմ առաջին պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում 94 թվականի վերջից արդեն սկսել էինք այդ գործընթացը եւ համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է, շատ ճիշտ։ Ու մենակ պաշտպանության նախարարությունում չի, անվտանգության խորհուրդ ունեցավ իր շենքային պայմանները, նախագահականում բարելավեցին շենքային պայմանները, դա կառույցի բաղկացուցիչ մաս է նորմալ աշխատելու։ Հարցրեք ազգային անվտանգության նախարարության 95 թվականից աշխատող աշխատակիցներին արդյոք բարելավել է իրեն շենքային պայմանները, արդյոք մթնոլորտը այնտեղ փոխվել է։ Արել ենք, այո, արել ենք։ Եվ հիմա վերցնել այսօրվա գներով համարել 20 տարի առաջվա վաճառքի գները, դե ինչ ասեմ, ինքներդ էլի եզրակացություն արեք։ Ես լուսաբանում եմ նաև այս գահեր քննվող Վաչական Ղազարյանի վերաբերյալ գործը եւ այս գործի շրջանակներում եւ եւս մեկ անձիով պաշտպանության նախարարությունում էր աշխատել, հիմա չեմ հիշում հստականությունը, այստեղ ասում է, որ արտաբյուջե է ուղարկել, պաշտպանական կողմը ասում է, որ ծախսվի այդ միջոցները վաճառքից բացած գումարները արտաբյուջե են։ Այո, այդ ամբողջ միջոցները ծախսվել են պաշտպանության նախարարության համալիրը կառուցելու նպատակով, առանց որևէ բան։ Եվ այստեղ նաև Հայաստանի նախագահը այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր, չէ՞, եւ նաև Toyota Երևանը այստեղ հողատարածքներ է գնել, շատ քննարկվում է այս հարցը։ Ինչպես ստացվեց, այսինքն դուք տեղյակ եղել եք Toyota Երևան Ռոբերտ Քոչարյանի որդուն հողատարածք վաճառելու գործընթացից։ Ոչ, տեղյակ չեմ եղել եւ դատաքննության ժամանակ վստահ եմ այդ հարցերին ինձ տալու են, դուք ուշադիր կհետևեք։ Ես տեղյակ չեմ եղել, որովհետեւ այդ հողերը կարող էին ձեռք բերել յուրաքանչյուր ոք, ով ուներ գումար եւ ցանկություն այդտեղ հող ձեռք բերելու։ Թող գտնեն 1, 2, 5 մարդ, իրական մարդ, ով ուզել է այնտեղից հող ձեռք բերի, իրան ուղղակի մերժել են։ Հնարավոր է տեղյակ լինեք, ներկայիս իշխանությունների մեջ, պատգամավորների մեջ կան անձինք, որոնք այդ տարածքում հող են ձեռք բերել։ Չգիտեմ։ Ես ընդհանրապես ուրիշների գույքերով տենց առանձնապես չեմ հետաքրքրվում։ Դե ամեն դեպքում պաշտպանության նախարար եղած ժամանակ, եթե պաշտպանության նախարարությանը պատկանող հողեր վաճառվել են, կարելի է։ Ես ասել եմ քննության ժամանակ, հիմա այդ կրկնում եմ, ես հայտարարել եմ պաշտպանության նախարարությունում, ասել եմ տղաներ, ովքեր ցանկություն ունեն այստեղից հող ձեռք բերելու, նվազանգույն գինը այսքան է, ով ուզում ձեռք բերի, ով ուզում ձեռք բերել։ Ես կարծում եմ, եթե պաշտպանության նախարարության համալիրը կառուցվեր այսօր, 5 անգամ ավելի շատ գումար ծախսի։ Մի փողոց ասֆալտապատելու վրա են այդպիսի գումարներ ծախսում։ Շնորհակալություն։